Բարև ձեզ, եթերում օրակարգն է եւ ես Միրան Հակոբյանը։ Այսօր զրուցելու ենք Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գաբրելյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Գաբրելյան, ամառը ավարտվեց եւ ինչպես է գնահատում մեր մարզիկների սպորտային հաջողությունները ամառվա ընթացքում։ Ամառվա ընթացքում բավականին շատ են մրցելույթները տարբեր մարզաձևերում, թե ուսանողական սպորտում, թե ընդհանուր տարբեր մարզաձևերում եւ Հայաստանի պատվիրակությունները մեկնել են շատ տարբեր մրցաշարերի, թե խաղային ձևերը, թե անհատական տարբեր մշամարտի ձևերը, թե ուսանողական տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ունիվերսիադան կայացավ ամռանը մեր, նաեւ Բաքվի եվրոպական խաղերը Վրաստանում Թիֆլիսում կայացած եվրոպական օլիմպիական փառատոնը։ Այդ ամեն ինչին Հայաստանի պատվիրակները բավականին մեծ մասնակցություն են ունեցել եւ հաջողությունները թե բասկետբոլում բավականին մեր երիտասարդական թիմերը հաջողություն ունեցան։ Հաջողություն գրանցվեց որովին վերջերս Վրաստանում կայացած մամնամարզության մեծ մրցաշար կար, այնտեղ մեր մարզիկները 9 մեդալ նվաճեցին։ Ուսանողական սպորտի հետ կապված ասեմ, որ այս ուսանողական ամենամեծ միջոցառմանը բավականին լավ պատվիրակությամբ 6 մարզաձևերով ներկայացավ Հայաստանը, դա Կորեայի Գվանժու քաղաքում կայացած համաշխարհային ունիվերսիադան էր, որտեղ մենք նվաճեցինք 1 ոսկե մեդալ կրկին մամնամարզությունից, Արտուր Թովմասյան խողակների վրա գերազանցեց բոլոր մասնակիցներին, դա էր Ունիվերսիադաները համաշխարհային ինչ հաճախականությամբ են 2 տարին մեկ անգամ տեղի ունենում համաշխարհային ուսանողական խաղեր, ունիվերսիադաները, որոնց Հայաստանը մասնակցում է 94 թվականից, լինում են եւ ձմեռային եւ ամառային ունիվերսիադաներ, ձմեռայինին բաղ չի վիճակվել դեռ մասնակցելու, բայց հույսով եմ հետագայում դա կլինի, իսկ ամառայինի մասնակցությունները բավականին երկար եւ արդյունավետ պատմություն ունեն, եւ Արտուրի մեդալը արդեն մեր 3-րդ ոսկե մեդալն էր, իսկ մեդալները անցնում են արդեն 30-ից ունիվերսիադաների շրջանակում։ Այս ունիվերսիադան եթե նայենք, որ չունենք այն հիմնական մեր մոտ ավանդական մարզաձևերը, որոնցից որ ակնկալում ենք մեդալներ, դրանք են բուշամարտի ձևերը, բոքսը, շախմատը, իսկ ինչու չունենք։ Որովհետև կազմակերպիչները ունիվերսիադայի որոշ դեպքերում ընդգրկում են այս մարզաձևերը, որոնք հիմնական չեն համարվում, որոշ դեպքերում ոչ։ Օրինակ նախորդ Կազանում կայացած ունիվերսիադայի ժամանակ ըմբշամարտի բոլոր ձևերը ընդգրկված էին, սամբոն նույնիսկ ընդգրկված էր եւ մեր մարզիկները 10 մեդալ նվաճեցին, որոնց առուծի բաժինը ընկնում էր հենց ըմբշամարտի այն ձևերին, որ Հայաստանում իսկ այս անգամ հետաքրքիր բան ստացվեց մամնամարզությունից ոսկե մեդալ նման ներկայացուցչական մեծ միջոցառման ժամանակ, ինչը նաեւ մեծ գովասանքի խոսքեր պետք է ասվի մամնամարզության սպորտի մամնամարզության ֆեդերացիայի եւ մարզչական կազմի մասին։ Վերածնունդ է ապրում այս ձևը մարզությունը, մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, բայց երկար տարիներ անկախության շրջանում կարծես թե առանձնապես միջազգային մրցաշարերին մեր մարզիկները չեն փայլում, ինչ չի կարելի ասել վերջին տարիների մասին, հա։ Տեղեկացված եք մարզության ոլորտում ինչ փոփոխություններ է արվել։ Իհարկե, մենք երբ որ ընտրում ենք թե ում պետք է ընդգրկենք պատվիրակության կազմում, լավագույններն են ընդգրկվում ունիվերսիադաներին մասնակցելու, իհարկե ուսանողներ եւ լավագույնները մենք ծանոթանում ենք ֆեդերացիայի ներկայացրած բոլոր մարզիկներին եւ ի զարմանս ինձ, չլինելով սպորտի աշխարհի մարդ, բայց հետաքրքիր հաճելի ստացվեց այդ բանը, երբ որ նայում էինք ցուցակներ եւ տեսանք, որ ունենք աշխարհի գավաթակիրներ, աշխարհի մեդալա, Եվրոպայի գավաթակիրներ եւ մեդալակիրներ ոսկե մամնամարզությունից եւ Արտուրը որպես ուսանող աչքեր ընկնում եւ նա արդարացրեց մեր սպասումները։ Իսկ մասնակցության համար պարտադիր է, չէ՞, որ պետք է ուսանող լինի։ Իհարկե, պետք է լինի ուսանող, պետք է լինի 17 տարին լրացած, 28 տարին չլրացած եւ կարող է լինել նաեւ բուհը ավարտած, բայց 1 տարի առաջ։ Այսինքն 1 տարի դեռ հետո նա հանդիսանում է կարող է մասնակցել։
Վերջերս այսպես շատ սկանդալային պատմություններ կարդացինք, որ տարբեր մրցաշարերին մասնակցում են տարբեր երկրների կանոն անուն ազգանունը փոխած, այսպես պրոֆեսիոնալ մարզիկը ոչ պրոֆեսիոնալ սիրողական մրցաշարերում են մասնակցում, տարիքը փոխած ունիվերսիադաների մասով, հա, ինչ որ վիճակագրություն կա, նման դեպքեր սկանդալներ լինում են, որ ասենք ուսանող չի մարդը, բայց ձևակերպում են որպես ուսանող եւ պրոֆեսիոնալ մարզիկին բերում են մասնակցելու։ Ճիշտ ասած չեմ հանդիպել նման դեպքերի ես համաշխարհային ուսանողական խաղերի մակարդակում, որովհետև դա այնպիսի մրցաշարեր են, որոնք որ ու ասեմ ընդհանրապես օլիմպիական խաղերի մասնակիցների 70-75%-ը բոլոր ուսանողներ են։ Այսինքն մարդիկ են, ովքեր որ թե քոլեջներում, թե բուհերում, որ այն տարիքային խմբում են, ովքեր որ հանդիսանում են աշխարհի լավագույն մարզիկները։ Նույնը ունիվերսիադաների մասին կարելի ասել։ Այսինքն երկրները բերել մեկ մարդ, որը որ մարզիկ, որը որ կարող նույնիսկ մեկ մեդալ նվաճել, բայց նման կերպ խայտարակվեն, չեմ կարծում, որ դա թույլատրելի է։ Ավելի լավ է ուղղակի բերեն թույլ կազմ, օրինակ դա իմ կարծիքն է, բայց նորմալ պատվով հանդես գան։ Մեր մոտ նման դեպքեր բացառում են, որովհետև օրինակ չեմ պատկերացնում, որ փոքրաթիվ ընդամենը 20 հոգանոց պատվիրակություն է գնացել Հայաստանից եւ այնտեղ ընդգրկենք ինչ որ մարդկանց, ովքեր որ արժանի չեն կամ կապ չունեն այդ մրցաշարի հետ։ Չէ, մարդ պետք է անպայման լինի կամ ուսանող, կամ պետք է 1 տարի առաջ ավարտած լինի, նույնիսկ եթե լինում է նա ծառայության մեջ, հա, զինված ուժերում, մեր բանակում, նա նորից իրավունք ունի, մենք խնդրում ենք թույլ են տալիս եւ մեր մարզիկը մեր պատվիրակության կազմում մեկնեն։ Երկար տարիներ զբաղվում եք ուսանողական սպորտով եւ արդեն առաջին, հա, ունիվերսիադան չէ, որ դուք մասնակցում եք, հա, թիմը տարել եք այնտեղ, այն նախկին ունիվերսիադաների հետ համեմատած դինամիկան ինչպիսին է մեր մասնակցության։ Ես այնքան ուրախ եմ, որ 3 ունիվերսիադաներին ես մասնակցում եմ որպես պատվիրակության ղեկավարի տեղակալ եւ 3 անգամ էլ ոսկե մեդալ ենք նվաճել։ Դա շատ կարևոր է, ոնց որ ասած ոսկե մեդալը 6, նույնիսկ 10 բրոնզե մեդալ է եւ 6 արծաթե մեդալ։ Դա շատ կարևոր է, որ ամեն անգամ ոսկե մեդալով ենք մենք վերադառնում։ Դա միանգամից մեկ ոսկե մեդալով մենք մտնում ենք լավագույն 50, 150, 160 երկրների կազմում, միանգամից մտնում ենք լավագույն 30 երկրների կազմում, որովհետեւ նմանատիպ ներկայացական միջոցառմանը 30 երկրից ավել ոչ մի երկիր ոսկե մեդալ չի նվաճում։ Եվ այդ երրորդ ունիվերսիադան արդեն հայերը Հայաստանի պատվիրակությունը ոսկե մեդալով եւ նաեւ այլ մեդալով, Կազանում մենք 10 մեդալ ենք նվաճել, որոնցից մեկն էր ափսոս ոսկի, 6-ը արծաթ։ Շատ լավ, հաջողությունները շատ կարևոր են, բայց ինչպես ասում են, համեմատության մեջ պետք է դիտարկել, հա։ Մեր տարածաշրջանի երկրները, հատկապես Վրաստանն ու Ադրբեջանն ինչպես են մասնակցում նույն ունիվերսիադաներին։ Ասեմ, որ նախկինում Վրաստանը շատ լավ էր մասնակցում, բավականին մեծաքանակ մեզանից կրկնակի անգամ շատ մարդ էր, լավ ֆինանսավորում ունեն։ Վերջին Գվանժոյի ունիվերսիադայում ես վրացիներին նույնիսկ չեմ էլ տեսել, ոնց որ չեն էլ մասնակցել կամ եթե մասնակցել են 1-2 հոգով եւ ոչ մի մեդալ չեն էլ նվաճել։ Իսկ ինչ վերաբերում Ադրբեջանին, Ադրբեջանը բավականին մեծ գումարներ էր ծախսել այս տարի, քանի որ նրանց մոտ եվրոպական խաղերն էր եւ բոլոր մարզաձևերից նրանք շատ լավ նախապատրաստվել էին, բայց այդքան գումարների հետ միասին, այդքան նախապատրաստվելու հետ միասին նրանք չեն գրանցում այն արդյունքը, օրինակ ինչ որ մենք գրանցել ենք նախորդ տարի Կազանում։ Շատ հեռու են մեզանից, ընդամենը 3 մեդալ են նվաճել։ Այն էլ չգիտեմ, այն մարզաձևերում, որոնցից որ մասնակցում են ոչ ադրբեջանցի ազգությամբ, այլ տարբեր ազգի ռուս, ուկրաինացի, չգիտեմ, ոչ ադրբեջանական ծագում ունեցող մարզիկներ են։ Դուք նաև այս տարի հաջողություն ունեցաք ֆուտզալի ասպարեզում, հա, պետական տնտեսագիտական համալսարանի թիմը։ Այն ինչպես է թիմը ձևավորվել եւ ինչ մրցաշարերի էր միջազգային մասնակցում։ Ասեմ, որ դա մի պրոյեկտ էր, որին մասնակցեց բավականին մեծ խումբ մարդկանց, ովքեր որ մտածում են, որ խաղային ձևերը պետք է Հայաստանում զարգանան, թե բուհի ղեկավարությունը, թե ուսանողությունը, բուհի ռեկտորը շատ մեծ անմիջական մասնակցություն ունեցավ ամեն ինչին, ուսանողության հատված ուս խորհուրդը, այսինքն բոլորը միացան եւ ստացվեց նաեւ ֆիզիասիրակության ամբիոնը։ Ասեմ, որ կա մի կարծրատիպ, որ ուսանողական ունիվերսիադաներին, եվրոպական խաղերին
ուսանողական մարզական ֆեդերացիան վերցնում է ֆեդերացիաների մարզիկներին, հա, կամ բուհի լավագույն մարզիկներին եւ տանում է այնտեղ եւ ուսանողական որպես այդպեսին ուսանողական ֆեդերացիան ոչ մի բան չի անում, ուղղակի մարզիկներին տանում է կազմակերպում է։ Ես ֆուտզալի թիմը նման արդյունք ցուցաբերելով, այսինքն 1 տարվա մեջ թիմը ձևավորվեց, դարձավ Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն, մեկնեց եվրոպական համասարանական ֆուտզալի առաջնության, այնտեղ 22 թիմերի պայքարում գրավեց 9-րդ տեղը, այն էլ միայն 1-8 եզրափակչում 3-2 հաշվով պարտվեց առաջնության հետո նաև դարձավ չեմպիոն Խորվաթիայի հավաքական թիմին եւ գրանցելով 7 խաղում 4 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 1 պարտություն միայն չեմպիոնից վերադարձավ 9-րդ տեղով, հա, եւ որովին վերջերս մեկնեց UEFA-ի գավաթի խաղարկությանը։ Իսկ թիմը ձևավորվել է հենց հիմնականում կորիզը 80% թիմի հենց տնտեսագիտական համալսարանի ուսանողներն են։ Նրանց նաեւ UEFA-ի առաջնությանը միացան մի քանի փորձառու ֆուտզալիստներ, որոնք նույնպես առաջնության ընթացքում որոշ չափով խաղացել են մեր թիմի կազմում։ Այսինքն ստացվեց այնպես, որ բուհը կարողացավ, հա, ուսանողական ֆեդերացիայի բուհի աջակցությամբ կարողացան ստեղծել թիմ ու թիմը գործուղել մրցման, որտեղ նա հաջողության հասավ։ Այսինքն հնարավոր է որ բուհում է ստացվի ամեն ինչ։ Դրա մասին էի ցանկանում, հա, քննարկենք այդ խնդիրը։ Տեսեք, պետական այդ տնտեսագիտական համալսարանում հաջողվել է ստեղծել մի սպորտային, հա, խումբ, հա, կոնկրետ ֆուտզալի հավաքական, որը միջազգային ասպարեզում կարողանում է հաջողությամբ հանդես գալ։ Այլ բուհերում ինչպես է իրավիճակը եւ ինչ մեխանիզմներ կան այլ բուհերում եւս նման խնդիրներ լուծելու։ Ավանդաբար մեր թիմերը, որոնք հանդես են գալիս հանրապետական ուսանողական խաղերում, աչքի են ընկնում ֆիզկուլտուրայի ինստիտուտի թիմերը, որոնք բավականին լավ են մասնակցում եւ խաղային ձևերում, հա, չեմպիոն են դառնում, բայց ասեմ, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սաները հիմնականում եվրոպական ասպարեզում, նաեւ ունիվերսիտետների ընթացքում աչքի են ընկնում տարբեր անհատական մարզաձևերում։ Արտուրը Թոմասյան, որը մարմնամարզիկ է նախկինում մեր ըմբշամարտի տարբեր ձևի ներկայացուցիչները, բոլորովին վերջերս Եվրոպայի կարատեի համասանական առաջնությունում Էրիկը Գևորքյան նորից մեր կարատեի համասան ինստիտուտի կարատեի բաժնի ուսանող գրավեց 3-րդ տեղը, այսինքն բուհը միշտ գործում է մարզիկների տարբեր միջազգային մրցումների ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, բայց դա պետք է ավելի շատ լինի։ Խոսքը այլ բուհերի մասին։ Այլ բուհերից շատ լավ ավանդույթներ ունեն պոլիտեխնիկական համալսարանը, Սլավոնական համալսարանը, Երևանի պետական համալսարանը իհարկե։ Կան բուհեր, որոնք շատ մեծ մասնակցություն են ունենում ուսանողական կյանքին։ Օրինակ այս տարի պոլիտեխնիկական համալսարանը վոլեյբոլի թիմ է գործողել Իտալիայում կայացած վոլեյբոլի Եվրոպայի համալսարանական առաջնությանը։ Ճիշտ է, արդյունքները դա առաջին փորձներ, փորձառու չէր թիմը եւ արդյունքները բարձր չէին, բայց այն փաստը, որ թիմը մեկնել է, բուհը տրամադրել է միջոցներ, դա արդեն գովելի է։ Եվ որ շատանան նման դեպքերը, ես վստահ եմ, որ թե ուսանողական սպորտը, թե ընդհանրապես մեր սպորտը շատ կզարգանա, որովհետեւ ֆեդերացիաների կողքին պետք է լինեն նաեւ այն հաստատությունները, որոնք ունեն հնարավորություն իրենց թիմերը գործուղելու։ Դա շատ կարևոր փաստ է, ամբողջ աշխարհը զարգանում է այս մոդելով։ Շատ լավ, մենք շատ կարճ գովազդային դադարից հետո վերադառնանք մեր օրակարգային խնդիրներին։ Շարունակվում է օրակարգ հաղորդաշարը, հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրելյանն է։ Պարոն Գաբրելյան, եւս մեկ շատ կարևոր միջոցառում է նախանշվում Երևանում, խոսքը հոկտեմբերի 6-ից 11-ը կայանալիք շախմատի Եվրոպայի համաշխարհային առաջնության մասին է։ Հա մեր ուսանողական երիտասարդական թիմը ինչպես է պատրաստվում այս մրցաշարին եւ ինչ սպասելիքներ ունենք։ Ասեմ, որ մենք ուսանողական մարզական ֆեդերացիան եւ իդեմս կրթության գիտության նախարար Արմեն Արսենյանը ով նաեւ ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում Եվրոպական ասոցիացիայի հետ ուսանողական սպորտի մեծ աշխատանք ենք տարել վերջին մի քանի տարիների ընթացքում եւ իրավունք ենք վաստակել անցկացնելու առաջին անգամ Եվրոպայի համալսարանական առաջնություն շախմատի դա հենց պատահական չէ որ Հայաստանն է վստահվել այդ որովհետեւ մենք շախմատային գերտերություն եւ բավականին մեզ վստահեցին առաջին անգամ
իրականացնել դա, որ օրինակ ծառայենք նաև մյուս երկրներին եվրոպական եւ իրենք ցանկություն հայտնեն շախմատը զարգացնել եվրոպական համասարանական ասպարեզում։ Մրցումները կկայանան ամսի հոկտեմբերի 6-ից 11-ը, կմասնակցի շուրջ եվրոպական 25 երկրների, ովքեր արդեն հայտ են ներկայացել, 20 երկրների համալսարաններ, մասնակիցների թիվը սպասվում է շուրջ 100, եթե ոչ ավել։ Դա առաջին անգամվա համար նույնիսկ զարմանք է առաջացրել մեր եվրոպացի ասոցիացիայի ղեկավարության շրջանում։ Վստահ եմ, որ համագործակցելով կրթության գիտության նախարարության, շախմատի ֆեդերացիայի, շախմատի ակադեմիայի հետ մենք կարողանանք ուսանողական ֆեդերացիան կարողանա բաշխաշ մակարդակով իրականացնել միջոցառումը եւ թե մեր մարզիկներին, ովքեր որ Հայաստանից են մասնակցելու, թե Եվրոպայից ժամանած շախմատիստներին արդեն բարձր քանի երկիր է մասնակցում։ Այս դրությամբ արդեն շուրջ 30 բուհերի հայտեր կան, ովքեր որ մասնակցելու են եւ նրանք շուրջ 20 եվրոպական երկրներից են։ Ասեմ, որ Հայաստանից մասնակցում է նաև 6 հավաքական թիմ, 3 աղջիկների պայքարում, 3 տղաների, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն է յուրաքանչյուրում ունի մեկական թիմ, Երևանի պետական համալսարանն է մասնակցում, ճարտարապետաշինարարական համալսարանը, տնտեսագիտական համալսարանը եւ ագրարային համալսարանը։ Այսինքն այն բուհերը, ովքեր որ բավականին ակտիվ են ուսանողական սպորտում, նաև իրենց Հայաստանի ուսանողական խաղերի շախմատի մրցումներից ելնելով գրաված իրենց տեղերին համապատասխան մասնակցելու են եվրոպական համալսարանական առաջնությանը եւ վստահ եմ, որ մեր շախմատիստ ուսանողները բավականին բարձր արդյունք ցուցաբերեն եւ բարձր կպահեն մեր շախմատային պատիվը։ Պարոն Գաբրելյան, Հայաստանում մի շարք սպորտաձևեր այսպես ավանդաբար կայացած են եւ դրա արդյունքը մենք տեսնում ենք միջազգային մրցաշարերից այսպես հարուստ ավարով են սպորտային վերադառնում։ Սպորտաձևեր էլ կան, որ կարծես թե գոյատևման եզրագծին են։ Ինչպես պետք է այս խնդիրը լուծել։ Ինչով է սա պայմանավորված պետական ֆինանսավորման, բացակայության կամ քիչ լինելու, թե ֆեդերացիայի գումարներ չկարողանալ հայթայթելու երևույթի հետ է պայմանավորված, թե դրանց համադրման։ Մեր ավանդական մարզաձևերը մենք բազմիցս նշեցինք, դրանք են բշամարտի ձևերը, հա, շախմատը, բոքսը, ձյուդոն, այդ շտանգան, հա, ծանրամարտը, նրանք բավականին մեծ ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից, նաև օրինակ բշամարտի դեպքում ունեն շատ լավ ֆեդերացիայի նախագահ, որ ֆինանսական եւ աջակցություն է ցուցաբերում, ոչ պակաս քան պետությունը տվյալ դեպքում եւ մեր ամբիցները բավականին բարձր արդյունքներ են ցուցաբերում։ Մնացած մարզաձևերում ես գիտեմ, որ գումարի հաշվարկը ունի մեդալների քանակով։ Այսինքն ինչքան շատ է մարզաձևի ներկայացուցիչները մեդալներ նվաճում, այնքան նրանց պապավում է նրանց բարձր բյուջեն։ Բայց վերջերս բավականին լավ տենդենս կա, որ տարբեր մարզաձևեր, որոնք թվում էր թե արդեն եզրագծին են, հա, իրենց անկման, կարողանում են ցուցաբերել երիտասարդական գոնե մակարդակում լավ արդյունքներ, դրանք խաղային ձևերն են որոշ դեպքերում, հա, որովին վերջերս հեծանվային սպորտի մենք ունեցանք հաջողություններ Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Լավ մարմնամարզությունն է արդեն, ինչպես ասենք, ոտքի է կանգնում եւ ցուցաբերում է լավ արդյունքներ։ Եվ վստահ եմ, որ ճիշտ մոտեցում կլինի, եթե կարողանան պետ բյուջեից նման մարզաձևին ավելի շատ գումար հատկացնեն, որտեղ կարող են, արդեն կան ներուժը նման մարզաձևերը զարգացնելու։ Եթե անդրադառնանք այսպես զանգվածային, հա, սպորտին, գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի համար քաղաքացիների առողջ ապրելակերպի հիմքը հենց սպորտն է։ Մանկապատենական սպորտի մասով կարծես թե խնդիր Հայաստանում չկա կամ եթե կա էլ այդ խնդիրը հեշտ է լուծվում, բազմաթիվ խմբակներ կան, բազմաթիվ այսպես միություններ կան, որտեղ կարելի է երեխային տալ սպորտով զբաղվելու, բայց օրինակ 30-անց մարդը, որ ցանկանում է զուտ իր առողջության համար, առողջությունը պահպանելու համար սպորտով զբաղվել։ Այն նույն Երևան քաղաքում կան մարզասրահներ, բայց դա կարծես թե ոչ բոլորի համար է մատչելի։ Սրա լուծման եղանակները ո՞րն են, միջազգային փորձը ինչ է ասում։ Միջազգային փորձը, օրինակ, ես շատ եմ շրջագայում տարբեր մրցաշարերի ընթացքում եւ գործողումների ժամանակ եւ երբ որ առավոտյան ուղղակի դուրս ես գալիս մի թեթև զբոսնելու կամ մրցումների վայր գնալու, կնկատես այգիներում, զբոսայգիներում բավականին շատ մարդիկ, ովքեր որ
զբաղվում են սեփական մարմնի կրթությամբ, այսինքն վազում են, տարբեր վարժություններ են անում, դա բավականին շատ է արևելյան երկրներում, Կորեայում, Չինաստանում, դա ակնհայտ է յուրաքանչյուր անկյունում տեսնում ես, բայց եվրոպական երկրներում էլ յուրաքանչյուր տարածք, որտեղ հնարավոր է ինչ-որ գոտի ստեղծել, մարզվել, ֆուտբոլի դաշտ, տարբեր մարզասարքեր դու կտեսնես, շատ են։ Մարդիկ իրենց համար ստեղծում են այդ ամեն ինչը։ Հայաստանում չկա այդ մշակույթը, որ մարդ իրենց օրինակ հավաքվեն եւ ստեղծեն ոչ միայն պուրակ կամ զբոսայգի, այլ նաեւ դրա հետ մեկտեղ հենց ժողովրդի ուժերով, հա, շատ քիչ են նման դեպքերը։ Ստեղծեն օրինակ ֆուտբոլի համապատասխան դաշտ եւ այնտեղ ոչ միայն երեխաներն, այլ մեծահասակ տղամարդիկ կարողանան գնան եւ շաբաթական մի քանի անգամ զբաղվեն ֆուտբոլով։ Շատ քիչ է, չկա նման մշակույթ, ամենատպես ես չեմ հանդիպում։ Ճիշտ է, քաղաքապետարանը տարբեր դնում է ֆուտբոլի համապատասխան դաշտերը, բակերում դրված շատ լավ է, շատ օգտակար է, բայց հիմնականում քիչ են դրանց մարդիկ գնում եւ զբաղվում։ Դա պետք է նաեւ պետական մոտեցում լինի, պետք է լավ պրոպագանդա, շատ ճիշտ պետք է պրոպագանդվի։ Ես օրինակ պետք է սկսել հենց բուհերից։ Բուհերում գործում են շատ սեկցիաներ, բոլոր մեծ բուհերում, ովքեր ունեն դալիճային պայմաններ, գործում են բավականին մեծ սեկցիաներ։ Եվ սեկցիաներում պետք է ընդգրկված լինի բուհի մինիմում 30%-ը ուսանողության։ Իսկ պետք է ասենք, որ 10% է նույնիսկ ընդգրկված չի արժեքորեն։ Եթե 30% ընդգրկված լինի եւ կապվի ֆիզկուլտուրայով զբաղվելու հետ, սպորտով զբաղվելու հետ, դա վարակիչ կլինի նաև դրսում իրենց ընտանիքին, օրինակ մեկը եղբայր քույր կունենա, կտեսնի, որ զբաղվում է ներ ընկերների շրջապատում, երբ որ պետք է ընկերներով գնան ինչ որտեղ միասին ժամանակ անցկացնեն, դա կարող են գնալ որովհետեւ սպորտային, չգիտեմ, բասկետբոլ, վոլեյբոլ կամ ֆուտբոլ խաղալով այդ ժամանակը անցկացնեն։ Դա ընդունված է Եվրոպայում, ես ընկերներ ունեմ շատ, ովքեր որ ասում ես ուր եք գնալու ընկերներով, գնալու ենք վոլեյբոլ կամ չգիտեմ, ֆուտզալ խաղալու, ճիշտ է, իմ ընկերները բոլորը կամ մարզիկներ են կամ նախկին մարզիկներ են, բայց ամեն դեպքում այդ մշակույթը կա Եվրոպայում։ Մի շատ կարևոր հարց, որ մեր լայն հասարակությանը այսպես սպորտով հետաքրքրվող ամենայն դեպս շատ հետաքրքրում է, հա։ Հայաստանում կա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, կա օլիմպիական կոմիտե։ Այդ գործառույթները ինչպես են բաշխված, ով ինչի համար է պատասխանատու։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ոնց որ մնացած բոլոր նախարարությունները, կոնկրետ ոլորտային քաղաքականության մշակման եւ իրականացման պատասխանատուն է։ Կոնկրետ մեր նախարարությունը պետությունից ստանում է բյուջե, որը բաշխվում է տարբեր ֆեդերացիաներին, մարզական, մասսայական սպորտին պատասխանատուն է եւ բարձրագույն նվաճումների սպորտի պատասխանատուն է, նաեւ երիտասարդության հարցերի տարբեր ծրագրերի պատասխանատուն է։ Ասեմ, որ կարելի ավելի շատ աշխատանք կատարել, քան կատարվում է, յուրաքանչյուր ոլորտին է վերաբերվում։ Կարելի ավելի ճիշտ ամեն ինչ պրոգրեսի մեջ պետք է լինի եւ նաեւ մեր նախարարությունը, ես վստահ եմ, որ նախկինից ավելի լավ է այժմ աշխատում եւ դե շատ տեղ ունի դեպի առաջ գնալու, որ մեր սպորտը կարողանա կայանալ եւ այն բարձր մակարդակին, որոնք բոլորս ուզում ենք տեսնել։ Իսկ օլիմպիական կոմիտեի գործառույթները դա օլիմպիական շարժման տարածումն է, օլիմպիական մարզաձևերի աջակցումն է եւ իհարկե օլիմպիական տարբեր միջոցառումներով, իհարկե ամենակարևորը օլիմպիական խաղերի, նաեւ տարբեր եվրոպական օլիմպիական փառատոնի մասնակցությունը, պատանեկան կամ երիտասարդական տարբեր միջոցառումների մեր պատվիրակությունների գործուղումն է եւ ընթացքում նաեւ լավագույն մարզիկներին տարբեր թե ֆինանսական, թե մարզումային, թե մրցումների ուղարկելու աջակցությունն է։ Գործառույթները օլիմպիական կոմիտեի բավականին շատ են եւ ունենալով լավ օլիմպիական կոմիտե, ճիշտ իրականացնելով ճիշտ իրեն գործառույթները, բավականին սպորտը կզարգանա Հայաստանում։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնենք, որ մեր հյուրն այսօր Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրելյանն էր։ Մենք կհանդիպենք վաղը հայլուրի հիմնական թողարկումից անմիջապես հետո։